Երկին ողջունեմ ձեզ, սիրով սրտանց ասեմ շնորհակալություն, ունենալով ընտրության մեծ հնարավորություն, դուք այնոնի շարունակում եք մնալ մեր ընկերակցությամբ եւ այսօր եւս հետեւելու եք մեր զրույցին, որն ամեն 3 շաբթի է տեղի ունենում եւ այսօր արդեն մեր լավ բարեկամը դարձած Սոկեբան Կանեմիրզյանն է տաղավարում, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ձեզ արդեն զգում եք ինչպես տանը։ Ստացվում է։ Արդեն ստացվում է։ Ամենաբարձր հոգեբանին ստիպել, որ իրենց գա ինչպես տանը, չէ։ Եվ այսպես մենք խոսում ենք ծնողների դպրոցի մասին, որը Փառք Աստծո գործում է մեր քաղաքում։ Մենք արդեն հասկանալի ինչ եմ ասում Փառք Աստծո, որովհետև մենք գնալով ավելի ենք հասկանում, թե որքան դա անհրաժեշտ է։ Եվ ինչքան կարիքը շատ է։ Որքան կարիքը շատ է եւ ինձ անչափ ուրախացրեց եւ շարունակում է զարմացնել այն փաստը, որ մեզանում գնում են ծնողները եւ ուզում են սովորել։ Իդեպս ընթացքում քանակը ավելանում է։ Պատկերացրեք գրանցվում են ծնողները, այսինքն մենք ունենք հիմա 4 ստաբիլ խումբ եւ հետագայի համար արդեն ծնողները գրանցվում են։ Դա շատ ուրախալի է։ Իսկ գնալով, այդ process-ը զարգանում է։ Շարունակվում է, շատ լավ։ Եվ մենք եկանք հասանք այն տարիքային խմբին, որը կարող ենք այսպես տեղավորել որ շրջանակներում 8-ից 12 տարեկան։ Ահա։ Անցած անգամ 5-ից 7-ներ։ Այսինքն բողոք ընդլայնվեցինք, այո, 8-ից 12-ը արդեն բավականին լուրջ, այսպես ամպլիտուդա է կարելի ասել, որտեղ 8 տարեկան եւ 12 տարեկան երեխաների միջեւ արդեն սարերի տարբերություն կա, չէ՞։ Մենք կամաց մոտենում ենք բաշտագույն տարիքին, դեռահասությանը։ Այս փուլը ավելի շուտ նախապատրաստվում ենք դեռահասության։ Անոնսն է, հա, կարող ենք ասել, այո, դեռահասության անոնսն է։ Եդեպ ինչ կանդադառնանք այսօրվա տարիքային խմբին պատկանող երեխաներին, ընդհանրապես մեկ բան, այ դեռահասություն, մենք մեծահասակներս այնքան ենք այդ մասին խոսում, այ կա մի այնպիսի կարծիք, որ պետք չէ երեխաներին, երբ ասում ենք, որ այդ տարիքը պիտի գա, արդեն նրանց մոտ ստրես է սկսվում։ Մինչդեռ երեխաներ կան, անգամ չեն զգում, որ այդ տարիքը եկավ անցավ։ Ես ուզում եմ այսպես ուղղակի հարցնել, իրոք այս դեպքում չիմացությունը բարիք է, երբ երեխան անդադ ասում ես, որ անցումային տարիքի անցումային ինքը կարծես իրենները արդարացնում տարբեր իրավիճակներում կամ ընդհակառակը ստրեսների մեջ ենքում, որ չիմանա, չի լինի։ Ինձ միամիտ այսպես մոտեցում թվաց։ Ահա։ Իսկ ես այսպես կպատասխանեի, երբ որ մենք ինչ-որ մի բան չգիտենք, մի շատ դժվարությամբ ենք ընդունում։ Պատկերացրեք, եթե մարդը ինֆորմացված է, նա ունի որոշակի տեղեկություն։ Պատկերացրեք, ինչ կան իր համար ավելի հեշտ կլինի։ Предупрежден, значит вооружен, հա։ Այո, այսինքն գիտես, այսպես բան կարող է լինի։ Տեսեք, դա հետո գխոսա իմ գոլեգան մյուս հաղորդման ժամանակ, բայց ամբողջ այս փուլը 8-ից 12 տարեկանը, դա այդ предупредительный փուլն է, երբ որ կամաց մենք սովորեցնում ենք երեխային մոտենալ այն տարիքին, որը ճգնաժամային տարիք է։ Այսինքն 12 տարեկանում կարելի ասել ու հետո մանկությունն ավարտվում է որպես այդպեսին, սկսում է դեռահասությունը։ Այո, այդպես է ասում են, конец детства։ Մենք մոտենում ենք концу детства։ Ինչ ես այնքան եմ միշտ սիրում եմ մարդկանց ու մանկությունը երբեք չի ավարտվում, բայց արդեն լրիվ այլ օպերայից է։ Հիմա գանք հասնենք վալիկներին, ովքեր 8-ից 12 տարեկան են։ Ենթադրում եմ, որ նրանց մեծ մասը հիմա դպրոցներում է։ Բայց եւ այնպես միգուցե եւ լսում են, որտեղ սա արդեն գիտակից տարիք է, այսօր նաեւ հաշվի առնենք են, որ միգուցե եւ նրանք էլ են լսում, հա, դպրոցում տարբեր հեշտեր կան։ Ճիշտ է, այս մեր զրույցները մեծամասամբ ծնողների համար է, ատիկների, պապիկների, բայց եկեք նաեւ հաշվի առնենք, որ հանկարծ ու կլսեն, որովհետև այս առումով էլ պիտի մի քիչ զգոն լինենք։ Եվ այսպես 8 տարեկան, 9 տարեկան արդեն դպրոցական են, մենք անցած անգամ նրանց ուղարկեցինք դպրոց, զինված վախերով, տագնապներով արդեն սովորում ենք, եւ ինչ է տեղի ունենում, արդեն ադապտացվում են դպրոցին ու սկսում են այլ դժվարություններ։ Տեսնենք ինչ է կատարվում։ Մենք բոլորս անցել ենք այդ շրջանը, մենք ինքներս գիտենք ինչ է կատարվում։ Տարիքը, որի մասին մենք խոսանք, ինքը բավականին հետաքրքիր տարիք է,
ու գրականության մեջ մասնագետների կողմից մի քիչ հետազոտության ենթարկված տարիք է։ Ինքը համարվում է ոնց որ հանգիստ տարիք ավելի։ Այսինքն Ֆրեյդը այս փուլը նշել է որպես latent փուլ, այսինքն քնած։ Երեխան կենտրոնացած է հիմնականում ուսման վրա, հա? Երեխայի սոցիալական տարածքը, հիմնական սոցիալական տարածքը մնում է դպրոցը, բացի ընտանիքից եւ այսինքն մոտակա շրջապատից։ Ինչ է կատարվում դպրոցում։ Մենք բոլորը շատ լավ գիտենք, որ եթե փորձենք ուշադրություն դարձնել այդ տարիքի երեխաների համար առաջնահերթը հարաբերություններ են հասակակիցների հետ, ավելի շատ հասակակիցների հետ, քան ծնողների հետ։ Ծնողների համար կարծես թե մի փուլ է, երբ որ իրենք մի քիչ հեռանում են երեխաներից։ Եթե մենք հարցնենք ծնողներին, ծնողական դպրոցում ես հարցնում եմ երբեմն այդ տարիքի մասին, պատկերացրեք շատերը չեն կենտրոնանում այս տարիքի վրա, ոնց որ ինքը մի տեսակ անցնում է, աննկատ է անցնում։ Իսկ դասերը սովորել ես եւ դպրոցում ինչ է ստացել։ Ահա, տեսեք, հարցը։ Մենք հարցնում ենք, ինչ է ստացել։ Մի հատ ուրիշ հարց կա, ինչ է սովորել այսօր դպրոցում։ Այսինքն հարցնելով ինչ է ստացել, մենք էլի վերադառնում ենք մեր անցած հաղորդմանը, հիշում եք, երբ որ գնահատականը դառնում է ինքնանպատակ։ Նպատակ եւ ֆետիշ, ոնց որ թե երեխան գնում է դպրոց, որպեսզի ինքը ստանա լավ գնահատական։ Եթե այդ պահը չի արտարացվում, չի ստացվում, երեխան սկսում է ձեռք բերել բազմակի դժվարություններ, խնդիրներ, որը կարելի է անվանել շկոլնի նևրոզ։ Դպրոցական նևրոզ, այո։ Ու ծնողներին շատ կարևոր է այս դուք ինքներդ հիշում եք կոչ արեցիք, որ պետք չի գնահատականի համար պայքարել։ Իհարկե պետք չի, ավելի կարևոր է, դե բնական է, արդյունքը կարևոր է, թե ինչպես միանշանակ կարևոր է, իհարկե, բայց ինքնանպատակ չէ։ Առավել եւս որ մենք երբեմն գիտենք, որ արդյունքն ու գնահատականը մեզանում այնքան էլ հոմանիշ չեն։ Եկեք իրենց անուններով անվանենք։ Այո, դա երբևէ ցուցանիշ չի կարող հանդիսանալ միանշանակ։ Ու տեսեք, հենց այս տարիքում սկսվում է այն process-ը, երբ երեխաները սկսում են դժվարանալ ուսման մեջ, չեն սիրում սովորել։ Եվ ծնողները հատկապես, տեսեք, առաջինից 3-րդ, 4-րդ դասարան տարական դպրոցում, հա, ծնողները երեխաների հետ են, հետևում են։ Այս տարիքում 6-րդ դասարանից մի տեսակ ոնց որ երեխաները ինքնուրույն են գնում դպրոց, ավելի շատ ընկերական շրջապատի մեջ են։ Ու ոնց որ այս ուսման process-ը միայն կենտրոնանում է գնահատականի վրա։ Ինչ ստացար ու վերջ։ Մնացածը այլ հետաքրքիր չէ, բայց չէ որ այս տարիներում ավելի շատ գիտական մոտեցումն է երեխաների մոտ զարգանում, հա, եթե առաջի, երկրորդ, երրորդ դասարանում մենք սովորում ենք տարերը, այստեղ արդեն այլ առարկաներ են սկսում մուտք գործել ուսումնական process։ Եվ եկեք խոստովանենք, շատ ծնողներ ուղղակի արդեն ոչ թե ցանկություն չունեն դասապատրաստման այդ process-ին մասնակցել, այլ միգուցե անգամ գիտելիքներն արդեն չեն բավարարում։ Եկեք խոստովանենք, որ հիմա դպրոցներն բավականին դժվարին ծրագրերով են երեխաներն առաջ գնում եւ ոչ բոլոր ծնողներն այնքան բազմապրոֆիլ, որ 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ դասարանի երեխային բոլոր առարկաներից կարողանան օգնել, հա։ Եկեք սա էլ խոստովանենք, որ սա էլ է մի քիչ այս անջրպետը ստեղծում, որտեղ մայրիկը կարող ասել այս ինչ առարկայից կարող եմ քեզ օգտակար լինել, ասում մաթեմատիկան արդեն չեմ կարող, չգիտեմ, ֆիզիկան արդեն չեմ կարող։ Սա կարող է խոչընդոտող այսպես հանգամանք լինել։ Գիտեք, այդ հարցը միշտ ինձ հետաքրքրել է, ինչ առումով։ Տեսեք, եթե հիշենք մենք մեր մանկությունը, ես չեմ կարծում, որ մեր օգնել են, մեր կողքին նստել են մեր ծնողները։ Հիմա մի տեսակ ես չեմ էլ կարծում, որ հիմիկվա սերունդը երեխաները մենք ավելի խելացի ենք իրենցից։ Ոչ, բոլորովին ոչ։ Հիմի երեխաները բավականին պատրաստված են, ավելի շատ ինֆորմացիա ունեն։ Ու այս մի տեսակ արհեստական ստեղծված չսովորելը, ուսումից հետ մնալը մոդայիկ process է դարձել։ Համաձայն եմ, այստեղ լրիվ համաձայն եմ։ Իրոք, այսպես հետազոտության անցածական ասում էի, ծնողները հենց իրենք են ասում, ինչի դե պետք սովորել է, այդ ամենը սուտ է, ես ոնց եմ սովորել, ինչի եմ հասել, իդեպ դա ամենավտանգավոր բանն է։ Սեփական անհաջողությունների բեռը դնել երեխաների վրա, անպայման։ Ու գիտեք ինչ, երբեմն լավ սովորող երեխան առաջացնում է նախանձի այդ պահը, երբ որ
դասարանի երեխաները սկսում են մանավանդ տղաների մոտ դասարանի երեխաները սկսում են մի տեսակ հետ պահել, թե ինչին է պետք սովորելը, արի էս անենք, արի այն անենք եւ այլն։ Այդ տեսեք, ես կուզենա այսօր խոսել մի քիչ այդ ուսման դժվարությունների մասին, թե Այ դա է նևրոզ առաջացնում, այո։ Այ հենց այդ նևրոզի հետևանքները, այսինքն ակունքները որտեղից են գալիս։ Այսինքն ծնողը շատ կարևոր է որ գիտենա, որ գոյություն ունի այսպիսի երևույթ, երբ որ ինքը ծնողը ոնց որ հրահրում է երեխային չսովորելու։ Կան ծնողներ, որոնք երեխային գնահատում են զուտ գնահատականով, ընդ որում ցածր գնահատականով։ Դու չես կարող, քո մոտ չի ստացվի, դու թափթփված ես, դու ցրված ես։ Եթե դու լավ գնահատական ես ստացել, դա պատահականություն է։ Այսինքն այս մոդեցումը ինչ է տալիս երեխային, որ ես ոչ մի բան չեմ կարող, իմ մոտ ոչ մի բան չի ստացվում։ Իմաստել չունի փորձել։ Իմաստել չունի փորձել։ Այսինքն, եթե դու ինչպես կարելի է հաղթահարել, իհարկե խրախուսանքով։ Մի քանի անգամ երեխային խրախուսելուց հետո կարելի է տեսնել արդյունքները։ Մենք ինքներս գիտենք, դասարաններում կան երեխաներ, ոչ բոլորն են լավ սովորում ու ունեն այդ ունակությունները, բայց հմուտ ուսուցիչները, եթե մի քիչ խրախուսում են, ինչ որ առարգայից այդ երեխաները սկսում են շատ լավ սովորել։ Այդ իրենց հերիք է, որպեսզի իրենք զգան իրենց կարևորությունը խմբի մեջ, այսինքն դասարանի մեջ։ Իդեպ հենց նոր այսպես ֆորս մաժորային գաղափարի մեջ առաջացավ, որ ծնողների դպրոցի կողքին ուսուցիչների դպրոց էլ պիտի լինի, հա, որովհետև հա, չէ, ուսուցիչների ես ոչ թե նկատի ունեմ մասնագիտական ունակությունները, այլ նրանց հոգեբան լինելու կարողությունը, որը խիստ պարտադիր է, այս մասնագիտության մեջ խիստ պարտադիր է, եւ նույնիսկ նույն հարթության վրա է, հա, գիտելիքների հետ դրված, որովհետեւ եկեք հասկանանք, որ այստեղ երեխայի նևրոզները կարող են ոչ միայն ծնողների պատճառով լինել, այլ նաեւ ոչ ճիշտ դասավանդման, հա, որովհետեւ ցանկացած մասնագիտության մեջ էլ կան բաց թողումներ, եւ այստեղ նույնիսկ այս շատ ուսուցիչների գիտեն, որոնք այն կարծիքին, որ դուք եք, հա, որ գիտելիք են պահանջում, խրախուսում են երեխային, եթե ինքը բոլորին նման չէ, հետաքրքիր մտածելակերպ ունի, բայց կան նաև հակառակ ուսուցիչներ, ովքեր այսպես միանգամից տեղն են դնում երեխային, ասում են գնահատական եւ դասարանում անառողջ մրցակցություն են բերում։ Այդ անառողջ մրցակցությունը ինքը տանում է շատ բարդ խնդիրների, որովհետև այստեղ բոլորովին հաշվի չի առնվում երեխայի առանձնահատկությունը, երեխայի ինքնությունը, երեխայի արժանապատվությունը։ Տեսեք, շատ լավ օրինակ էր բերված, այն նյութից օրինակ կբերեմ, երբ մարդուն որ ասում են դու էսպես ես, հա, ասում են, если человеку 100 раз сказать, что он свинья, он захрюкает։ Այսինքն, եթե մենք անընդհատ երեխային ասում ենք, որ դու վատն ես, ինքը վատը կդառնա։ Եմեկը ինձ վատն են ասելու, ինչի ես։ Գոնե վատը լինեմ, հա։ Գոնե վատը լինեմ, արտարացնեմ ամեն ինչը։ Ու դա գիտեք, շատ տարածված process է, շատ։ Այսինքն մենք այն երեխայի մոտ, որը վրիբել է, որը ինչ որ մի բան իր մոտ չի ստացվել, միանգամից պիտակավորում ենք եւ սկսում ենք այդպես էլ վերաբերվել։ Տեսեք, սխալները, հա, եթե երեխան սխալվում է, կան ծնողներ, ովքեր այնքան մեծ ուշադրություն են դարձնում այդ սխալներին, որ երեխային թույլ չեն տալիս այս ստեղծագործել, ինքնուրույն լինել, նախաձեռնող լինել։ Այսինքն ինչ է սխալը։ Սխալվեցիր, ոչինչ։ Սխալը ինչի համար է, որովհետեւ մենք կարողանանք ուղենք եւ առաջ գնանք։ Եթե մենք սխալներ չանենք, ոնց առաջ կգնանք, չէ՞։ Սխալների վրա են սովորում, բայց վերաբերմունք կա լրիվ հագարակ։ Դու մեկի սխալ կանես, օգուտ չունի։ Ոչինչի ձեռք չտաս, քո մոտ չի ստացվի, դու ես կփոխարեն անեմ։ Ու ի վերջո, ոնց որ մարդ, որը ոչ մի բան ինքնուրույն չի կարող անել։ Հիմա տեսեք երեխաներից տարեկում քանի այսպես հարթության վրա նևրոզների է, չէ՞ հանդիպում։ Դպրոցը առհասարակ ինքնին ամենամեծ ստրեսն է։ Չնայած իր բոլոր լուսավոր կողմերին, հետագայի հիշողություններին, բայց հատկապես մի տարիք կա, երբ երեխան այսպես իրոք ցայտնոտի մեջ է։ Մի կողմից հնարավոր է, որ այդ գնահատականներն են, հա, ամեն կերպ նրան ճնշում, մյուս կողմից դպրոցում միշտ չէ, որ դու համոզված ես, որ իրոք ուսուցիչները նպաստում են, որ երեխայի մոտ նևրոզ չլինի, որտեղ շատ դեպքերում ճիշտ հակառակն է լինում, հա։ Եվ պատկերացրեք դպրոցում ուսուցիչն է նպաստում, որ քո մոտ նևրոզ սկսվի, տանը քեզ չեն հասկանում։
Տանը իր հերթին։ Հետո էլ ոչ մի րոպե ազատ էլ չունես, որ ինքդ քեզ իմի բերես, հետո այդ տարիքում էլ չես, որ ինքդ քեզ իմի բերես, ու երեխան հարատավոր շրջանի մեջ է հայտնվում։ Բայց մյուս կողմից էլ կան տեսեք ծնողներ, ովքեր միգուցե խրախուսում են, բայց շատ տարօրինակ կերպով։ Իմ մանկության տարիներին էլ դա եղել է, ձեր մանկության տարիներին հիմա էլ կա, չէ՞։ Ամեն լավ գնահատականի համար մրցանակ կստանաս։ Այդ մրցանակները կարող են լինել ամենատարբեր դրամաչափի, հա։ Երեխաներ կան, օրինակ ես գիտեի երեխաների, հա, ովքեր ուսուցչին ասում են, որ ինքը մրցանակ է ստանալու, անպայման իրեն լավ գնահատական դրեք, այդպես ազնիվ երեխաներ ուսուցչին ծիծաղում էին, պատմում էին ծնողներին, դա կարող է գումարային, այսպես տարբերակ լինել, կարող է նվեր լինել, ու երեխաները ամեն կերպ ասում են նա բիզրի բիրակ ռիբա, բայց դանդուների տարբերակ է։ Պատկերացրեք, ես այդ տարբերակը այդքան չեմ սիրում։ Ես հիմա մի հատ օրինակ կբերեմ։ Ես գիտեմ, որ դա բոլորիս ծանոթ տարբերակ է։ Էլի մի խումբ է այդ հատկությունների պակասը մարդկային, որը ստեղծվում է այ հենց այդ ասեմ սխալ գնահատականների պատճառով, երբ որ երեխան վերաբերվում է ուրիշներին զուտ գնահատականի առումով, ինքը լավն է, որովհետև լավ է սովորում, ինքը վատն է, որովհետև վատ է սովորում, ինքը լավն է, որովհետև լավ մեքենա ունի, կամ լավ զգեստ ունի, կամ լավ իր ունի, այսինքն դա հենց այն պահն է, երբ որ սովորեցնում ենք երեխային, կարծես թե գնահատել ավելի շատ նյութականը։ Այդ տեսեք նյութականն է, որ խրախուսում է, հա, այդ դեպքում դու լավ սովորի, ես քեզ էս կառնեմ, այն կառնեմ, բայց ինչքան մենք կարող ենք արտարացնել մինչև ուր։ Հիմա ինքը կուզի մի կոնֆետ, վաղը կուզի ինքը հեծանիվ, այն մյուս օրը չգիտեմ ինչ կուզի։ Այսինքն ստիմուլը սովորելու դա այդ խրախուսանքը։ Հիմա ինչպես ճիշտ խրախուսել եւ ինչով երեխային գայթակղել, որ լավ սովորի։ Եթե երեխան սովորելու է, պատկերացրեք ինքը կսովորի, գայթակղելը ինձ համար ավելի շատ վերաբերմունքն է, վերաբերմունքով, հասկանալով, ընդունելով երեխային։ Եթե երեխան մաթեմատիկայից թույլ է, բոլորը չեն, որ լավ մաթեմատիկա գիտեն։ Եվ պետք էլ չի։ Եվ պետք էլ չի, մեկը հումանիտար է, մյուսը մաթեմատիկայից է ուժը։ Պատկերացրեք, եթե չի ստացվում, հա, դա չի նշանակում, որ դու վերջն ես։ Այսինքն չի ստացվում, այս կանը մենք չենք կարող, բայց այս կոմոդ ստացվում է խրախուսանքը, բարերով, վերաբերմունքով, սերը, գտնի իրենը։ Անպայման, ծնողի վերաբերմունքը, ուսուցչի վերաբերմունքը ավելի կարևոր են, քան նվերները եւ այդպես արժեքավոր խրախուսանքները։ Հա, պետք չէ, այդ աշտեն։ Գիտեք, ամենահետաքրքիրն ինչ է, որ անգամ երեխան, որ այնքան էլ չէր սովորում եւ բոլորի մոտ այսպես կարծիք էր, որ ինքը այնքան էլ լավ ունակություններ չունի, այդ ճակերտավոր խրախուսանքի դեպքում սկսում է շատ բարձր գնահատականներ ստանալ։ Այսինքն ասում են չկա չարիք առանց բարիքի, ուրեմն նա կարող է սովորել։ Ուրեմն մենք ճիշտ չենք նրան այդ, հա, այդ գծի վրա դրել, ուրեմն փաստորեն կարող է։ Բայց տեսեք, որ շահն է այստեղ առաջնորդում երեխային։ Իսկ եթե երեխան հետաքրքիր էակ է, չէ՞, փաստորեն կարող է ու չէր սովորում։ Տեսեք, այստեղ ձևավորվում է մի ուրիշ ոչ այդքան ընդունելի բան, այսինքն ты мне я тебе, բայց այդպես է միշտ լինում հարաբերությունները։ Այդպես համարը երբեք չի լինում։ Դրա համար էլ երբ մեծանում ենք, հիասթափվում ենք, ասում ենք ես ձեզ այսքան, իսկ դուք ինձ ոչինչ։ Այդքան ես քեզ արեցի, իսկ դու անշնորհակալ ես։ Հիմա տեսեք, մենք մոտեցանք որ պահին։ Երեխայի համար շատ կարևոր է այս տարիքում ընկերությունը։ Այսինքն այն տարիքն է, երբ որ երեխաները սկսում են ընկերանալ եւ մտերմանալ, հա, մենք հաճախակի ենք լսում, չէ, հարազատ ընկերս է։ Երեխաները քիչ են կիսվում ծնողների հետ, ավելի շատ կիսվում են ընկերների հետ։ Աղջիկները ընկերուհիների հետ, տղաները իրենց ընկերների հետ։ Մանկությունում այդ ընկերական հարաբերությունների շնորհքը այդ կուլտուրան ձևավորված շատ մեծ ազդեցություն է թողնում հետագա տարիների այդ երեխայի այդ անձի։ Շատ քիչ է լինում, երբ որ այդ տարիքում ցերկ բերված ընկերները երկար մինչև ասենք թե մեծ տարիքը, հա, մնում են ընկերներ, քիչ է լինում, բայց լինում է։ Սովորաբար ընկերները մտերիմ են, լավն են, բայց հիմա մեր կյանքը շատ փոփոխական է։ Ընկերները գնում են, մեկնում են, տեղափոխվում են ուրիշ դպրոց։ Երեխան բավականին ծանր է տանում այդ process-ը, բայց ի վերջո գտնում են նոր ընկերները եւ անընդհատ այդ process-ը շարունակվում է։
Երեխան իր ընկերների ընտրության մեջ էլ շատ հետաքրքիր process է անցնում։ Շատ անգամ մենք նկատում ենք, որ ծնողները ասում են, թե այ ընկերություն է անում մի տղայի հետ, որը ինձ բոլորովին դուր չի գալիս։ Կամ աղջիկս ընկերություն է անում մեկի հետ ու ես իրան ասել եմ, թե եթե դու նրա հետ եւս մի անգամ դուրս գաս, ես քեզ կպատժեմ եւ այլն եւ այլն։ Տեսեք, ինչքան դժվար է եւ ունենալ ինքնուրույնություն, ինքնուրույն միտք, կարծիք եւ ինչ որտեղ համապատասխանել ուրիշների սպասելիքներին ու կարծիքներին։ Երեխան 8-ից 12 տարեկանում ստեղծում է իր ավտոնոմ տարածքը, իր հոգեբանական տարածքը։ Այսինքն այն տարածքն է, եթե մենք չունենք մինչև 8 տարեկան, 8-ից հետո սկսվում է այդ գաղտնիքների փուլը։ Չներխուժեք իմ տարածք։ Լիովին ճիշտ է, չներխուժեք։ Ինչպես է սկսվում։ Մենք անցած անգամ մի քիչ խոսեցինք այդ թաքստոցներից, հա։ Աղջիկները սկսում են տետրեշ լրացնել ընկերության, այնտեղ իրանց ընկերուհիներից տրադի դրուժբը, չէ՞, այդպես։ Հիշեցի։ 1000 տարվա պատմություններ հիշեցի։ Տղաները սկսում են, բոլորը երեխաները, թե աղջիկ թե տղա, զարդարել իրենց իրերը։ Տետրակները, նկարչական ալբոմները, հեծանիվների վրա են ինչ-որ բան կպցնում, հա, կարող են իրենց մաչակալի վրա կպցնեն կամ պատերը զարդարեն։ Այսինքն իրը կարծես թե դառնում է իրանց համար իրենց գաղտնիքը, իրենց գաղտնիք կրող, պարունակող ինչ-որ մի բան։ Ու պատկերացրեք ինչքան ցավոտ է իրենց համար, եթե մեծահասակը ներխուժում է այդ տարածք։ Դա առաջացնում է տագնապ, դա առաջացնում է զայրույթ։ Մեզ համար դա կարող է թվալ, թե ինչ-որ մի հատ էսթետիկ չէ, ինչ-որ մի պատը փչացրել են, կամ հիշում եք առաջներում երեխաները այդ նակլեյկաներն էին կպցնում ամենտեղ, երբ որ հավաքում էին մեքենաների այդ նակլեյկաները եւ իրենց համար շատ մեծ կարեւորություն ուներ։ Իմ երեխա ժամանակ պաստառներ էին, հա, տարբեր երգիչներով, դերասաններով, որոնցով ես զարդարում էի տան բոլոր պատերը։ Ու խոստանում էի, որ ես որ մեծանամ այմ երեխաներն անեն, որևէ մեկին չեմ կշտամբի։ Ու չէ, չեմ կշտամբում։ Չէ, չեմ կշտամբում, չնայած մեկ էսպես գրիպ է սերծում, բայց հիշում եմ հատկապես իր պատերին էին նկարում երեխաները։ Որտեղ մտածում ես, որ պաստառը կարող ես, հա, փոխել, բայց երեխային պետք չի, որտեղ ինքը դիտավորել չի անում, ինքը նկարում է, որտեղ ուզում է։ Ահա, այդ իր տարածքն է։ Այդ իր ավտոնոմիան է։ Դա անհրաժեշտ է, դա պետք է։ Ու կամաց նոր հարաբերության ձև է ձևավորվում։ Այսինքն երեխան կարողանում է մեկ ուրիշին, մեծահասակին կամ եղբորը կամ քրոջը ասել ոչ, առաջի անգամ երեխան ասում է ոչ, մի ներխուժ։ Ինչի՞ բոլորն ուզում են իրենց սենյակն ունենալ, ճիշտ է, իրենց երազանք երեխաները, որն է իմ սենյակը։ Այդ տարիքում երեխաներին բնորոշ է ունենալ առանձին անկյուն։ Դա շատ կարևոր է։ Մենք գիտենք, հնարավորությունները շատ քիչ են, շատ ընտանիքներում շատ երեխաներ են, այդքան սենյակներ էլ չկան իհարկե։ Բայց միևնույն է, երեխան փորձում է իր կողքի, հա, մի փոքր անկյուն ստեղծել, եւ ինչպես է նա պաշտպանում այդ անկյունը, չէ՞, այսպես համառորեն չմտնեք, չխառնեք։ Իմ տետրն է, իմ գիրկն է, իմ խաղալիքն է եւ այլն, այո։ Ու եթե հանկարծ ինչ որ մեկը դա անում է, ինչ իմպոստություն է առաջանում երեխայի մոտ, դա իր հոգեբանական տարածքն է, դա ավտոնոմիան է, որտեղ ոչ ոք իրավունք չունի մտնել։ Այսինքն այդ ըմբոստացումը երեխայի իրավունքն է։ Մենք պիտի դրա հետ հաշվի նստենք, ոչ թե դրա դեմ պայքարենք։ Այո, այդ ըմբոստացումը մեզ կամաց տանում է դեպի դեռահասություն։ Այդ ըմբոստացումը ինքը ցանկալի է, որովհետև պատկերացրեք մարդ, որը չունի սկզբունք, որը չունի այդ պրինցիպը։ Այսինքն ինչ ուզում եք արել։ Ոչինչի տեր չի կանգնում։ Հասկանալի է։ Այսինքն երբ ընտանիքում հատկապես երբ շատ երեխաներ կան, ինձ թվում է դա բոլոր ծնողներին ծանոթ է իրավիճակի, երբ երեխաներն անընդհատ վիճում են, ասելով ձեռք չտաս իմ գրիչն է, չնստես իմ մատորն է, չգիտեմ, իմ ժամն է համակարգիչի մոտ լինել կամ այսինչ է, եւ ծնողներին ոնց է դա նյարդայնացնում, հա, ասում է, էլի կռվում եք, էլի վիճում եք, էլի աղմկում եք, մինչդեռ պիտի հասկանանք, որ դա այսքան նորմալ երևույթ է, եւ դա երեխայի իրավունքն է, եւ պիտի հասկացնել կողմերին, պատերազմող, որտեղ պատկերացրեք, տեսեք, մենք հիմա կխոսենք խմբերի մասին, հա։ Ինչ է բնորոշ
8-ից 12 տարեկան երեխաների համար։ Խմբեր, գրուպ։ Ինստինկտյան դա շատ հեշտ է ստացվում երեխաների մոտ, որովհետև երեխաները այդ տարիքային փուլում հաջողում են սպորտ ակումբներ, դպրոց են գնում են ամառային ճամբարներ, հա, ինստինկտյան աշտեն ստեղծվում է խումբ, որտեղ ինքը միգուցե կլինի ժամանակավոր, կարճաժամկետ կտրվի այդ խումբը, ըստ հետաքրքրությունների, արժեքների, հա, ստեղծվում է եւ տեսեք խմբերը լինում են ըստ քանակության այդպես կարող է 6-7-8 խմբանոց խմբեր լինեն աղջիկները միասին են հավաքվում տղաները միասին իրենց կարող է առաջնորդել ինչ որ մի միտք այսինքն սիրում են սպորտը բոլորը գնում են ֆուտբոլ հետո սիրում են հեծանիվը զբաղվում են հեծանիվներով ու դա էլ է շատ անհրաժեշտ ու ցանկալի է, որպեսզի երեխաները լինեն այդպես խմբերում։ Ու պրինցիպի մենք եթե ուզենք, չուզենք, այդ process-ը կկատարվի, ինքը անխուսափելի է։ Խմբերում կան որոշակի օրենքներ։ Եթե մենք փորձենք նայել երեխաներին, ասենք թե դասամիջոցին, հա, երեխաներին ես նայում, դու անմիջապես տեսնում ես ինչպես մի քանի հոգի շրջապատում են ինչ-որ մեկին։ Լիդեր։ Այո, լիդեր։ Ինչպես եւ բոլոր խմբերում մեծահասակների կա լիդերը, որը բավականին հեղինակավոր մարդ է, անձ է։ Կան մարդիկ, որոնք ավելի շատ ստվերում են։ Կան մարդիկ, որոնք փորձում են այսպես դուր գալ ամեն ինչով։ Ինչն է պատճառը երեխաների, որ իրենք սկսում են այդպես հարաբերվել։ Եթե 4-ից 5 տարեկան երեխան հաղորդակցվելով հասակակիցների հետ չի մտածում դուր կգամ, չեմ գա, ինձ էսպես լավ է, ինձ էսպես հարմար է, ես խաղում եմ 6-ից 8 տարեկան է, ինքը կփորձի համագործակցել, մտածելով, որ իսկ ես ինչ շահ ունեմ այդտեղից 8-ից 12 տարեկան երեխաների համար ավելի կարևոր է, թե այնպես անեմ, որ դուր գամ, որպեսզի ես էլ լավ զգամ իրանց հետ այսինքն տեսեք, ինչ այստեղ մի քիչ այո պարադոքս է, երբ որ երեխան ստեղծում է իր ավտոնոմ տարածքը, բայց միևնույն է ինքը փորձում է դուր գալ։ Ոնց որ թե մեկը մյուսի հետ չի համընկնում, բայց դա այն ճանապարհն է, երբ երեխան սովորում է հարաբերությունների եւ այդ ճկունությանը։ Գովաստային դատարկ ձեր թույլտվությամբ վերցնենք, հետո կխոսենք այն երեխաների մասին, ովքեր չեն կարողանում լինել խմբերում, եւ ավելի շատ մենակ են իրենց այդ ավտոնոմիան կամ վայելում, կամ դրանից ճնշվում։ Շատ Приведи бизнес в движение. Радиореклама. Մանկական տոներն ու խնջույքները պետք է լինեն ուրախ ու գունագեղ, համեմված անսպասելի ու հաճելի անակնկալներով։ Այս ամենն առկա է Պոնչիկ-Մոնչիկ սրճարանում։ Արտակարգ մենյու, ընդարձակ խաղասրահ եւ բազում անակնկալներ։ Զվարճալի ակվագրին, մազերի խենթ գունավորում եւ մուլտհերոսների ընկերակցություն։ Հիքիաթային միջավայրում հասցեներ Սայաթ Նովա փողոց եւ Պարույր Սևակ փողոց 9։ Պոնչիկ-Մոնչիկ սրճարաններ։ Յուրաքանչյուր այցելությունն իսկական տոն։ Չերքեզի ձորի ձկնաբուծարան առաջարկում է որակյալ եւ թարմ ձուկ աննախադեպ սակագներով 1 կիլոգրամ իշխան, հում վիճակում 2200 դրամ, եփած 2600 դրամ, թարապ հում վիճակում 3000 դրամ, եփած 3500 դրամ, բացի այդ ձկան քաբաբ 1 բաժինը 1000 դրամ եւ ձկան խավիարով քաբաբ 1 բաժինը 1200 դրամ, ինչպես նաեւ տեղական իշխանի ձկնկիթ 20% զեղչված գնով, արագման արժեքն ընդամենը 300 դրամ է, պատվերի հեռախոսահամարներ 65559 099 01 1920 Ուշադրություն բոլոր վարորդներին։ No Problem Group ավտոտեղ սպասարկման կենտրոն։ Շիրակի մարզում միակն իր ոլորտում։ Այստեղ պրոֆեսիոնալ մասնագետները կվերացնեն ձեր մեքենայի հետ կապված ցանկացած անսարքություն։ Հատուկ առաջարկ։ Եվրոպայում վերապատրաստված փորձառու եւ հմուտ մասնագետի կողմից կկատարվի ավտոմեքենայի ռազվալ, իսկ հատուկ ավտոուղղող ռոբոտի օգնությամբ կկատարվի մեքենայի թափքի վերանորոգում, ինչպես նաեւ նոր եւ օգտագործված ավտոպահեստամասերի տեղադրում անմիջապես կենտրոնում։ No Problem Group
Հասցե Սավոյան փողոց հեռուստաշտարակի հարևանությամբ։ Հեռախոսահամարներ 093 33 44 32 095 22 70 70 No Problem Group կվերացնենք ձեր մեքենայի հետ կապված ցանկացած խնդրեմ։ Շանթ Electronics, որակի չափանիշ, բարձրակարգ կենցաղային տեխնիկա, հեռուստացույցներ, լվացքի մեքենաներ եւ սարնարաններ, ապարիկի ձևակերպում ատեղում շահավետ պայմաններով եւ վերջապես կատարյալ սպասարկում անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին։ Շանթ Electronics, ընտրիր մեկ անգամ, վայրին ընդմիշտ, հասցեն Ռիշկովի 4։ Դեկոր կահույքի սրա, անուն, որն ասոցացվում է բացառիկ որակի եւ չլսված առատության հետ։ Մարզում նախադեպը չունեցող կահույքի լավագույն առաջարկ, յուրօրինակ կահույք տեղական եւ արտասահմանյան արտադրության անմիջապես արտադրողներից։ Մի խոսքով, Դեկոր, կահույք, որն աչք է շոյում։ Հասցեն Մուսալյան փողոց, հեռախոս 550 75։ Դեկոր, նոր խոսք кահույքի բնագավառում։ Русский шансон. Особый взгляд на жизнь. Музыка с пристрастием. Каждый день в эфире радиостанции «Шанс» с 15 до 16 часов, а также по вечерам с 21:15 до 22 часов. Главный спонсор русского шансона – новый развлекательный центр «Наша Раша». Новый развлекательный центр «Наша Раша», не имеющий аналогов в городе. Боулинг, бильярдный салон, караоке, дискотека. «Наша Раша». Жизнь хороша. Адрес улицы Шарат Аляна, по соседству с рестораном «Наш двор». Եվ այսպես շնորհակալություն ասեմ նրանց, ովքեր հետևում են մեր զրույցի ընթացքին, շնորհակալություն նաև Պոնչիկ սրճարանային եթերային աջակցության համար եւ իհարկե շնորհակալություն իմ հյուրին եւ մեր զրուցակցին Գեբան Կարինե Միրզոյանն այսօր փորձում բարձրացնել վարակույրը եւ հստակեցնել, թե ինչպիսի անձնահատկություններ ունեն երեխաները 8-ից 12 տարեկանում։ 8-ից 12 տարեկանում շատ բան է առաջին անգամ տեղի ունենում, չէ՞։ Մարդու կյանքում ամեն ինչը եւ հատկապես քանի որ մենք ուզած թե չուզած ավելի այսպես նեգատիվ երևույթների վրա ենք կանգ առնում, որոնք նևրոտիկ հետևանքներ են, այո, ասենք դժվարությունների։ Այդպես չստացի, որ մանկությունը ոչ մի լավ բան չունի, չէ՞։ Մենք ուղղակի քանի որ բացահայտում ենք այդ դժվարին կողմերը, այո։ Անշուշտ պատկերացրեք երեխաների խաղերը, ճամբարները, բացահայտումները, խմբերը, պատկերացրեք, երբ որ իրենք հարաբերվում են, հա, խմբերը, այն մյուսները մեր օդարներն են, մենք էս մեր խմբավորումն է, այն բագը, այս բագը, երբ որ մտածեք ստրեսներից ենք խոսում։ Երեխաներ կան, ովքեր խմբերի մեջ չեն։ Սրանք կարող են երկու տեսակի երեխաներ լինել։ Առաջինները ինքնաբավ են, այսպես, այսինքն իրենց բավարարում են, ոչ թե իրենց ոչ մի խումբ չեն վերցնում։ Եվ իրենք այդպես ավտոնոմ, կարծես վայելում են իրենց ճակերտավոր մենությունը։ Չնայած այս երեխաներն էլ ինչ որտեղ շփում իրենց ապահովում են, բայց որպես կանոն այսպես երեխաներն ավելի շատ շփվում են ինչպեսի օրակ բեմ, օրինակ վիրտուալ աշխարհում։ Իրենք դրանում ինքնարեալիզացվում են, բայց այսպես սովորական խմբերով մեր այս պատկերացրած տրադիցիոն, հա, իրենք չեն էլ ուզում ներգրավվել։ Սա մեկ։ Երկրորդ խումբը այն երեխաներն են, ովքեր ուզում են, բայց չեն կարողանում։ Իրենք մնում են outsider, այսպես կարգավիճակում, որևէ խումբ իրենց չի վերցնում, իրենք փորձում են, հետո այսպես հիասթափվում են ու դառնում են այսպես խաղից դուրս մնացած վիճակում։ Հիմա այս երկու դեպքերը արդյոք տարբեր են միմյանցից։ Եվ ինչպես այս երեխաների ծնողներն իրենց դրսևորեն, կարող են ինչ-որ բան անել։ Պատկերացրեք, ինձ համար այս հարցը շատ հետաքրքիր է, ինչ առումով։ Մենք ունենում ենք հաճախակի այսպիսի հայցադիմումներ ծնողների կողմից, երբ որ երեխաները Ինչ շփվում ընկերներ չունի, դավատե թե լավ, չէ՞։ Տեսեք, մենք երբ որ խոսում ենք ընկերության մասին, որ այս տարիքի համար շատ բնական է եւ կարեւոր է ընկերությունը, մեծահասակները եւ երեխաները իրականում ունեն այդ կարիքը ընկեր ունենալու։ Այ ոնց որ թե ինքը բնական զարգացման մեջ ինքը կարևոր է ընկեր ունենալը, բայց տեսեք, չունենալը ընկեր դա շատ հարաբերական է։ Ինձ համար վիրտուալ այդ հարաբերությունները ավելի վտանգավոր են, քան այ երեխաները, որոնք քիչ ունեն ընկերներ, բայց քիչ։ Տեսեք, կան մարդիկ, որոնք իրենց շուրջը խմբավորում են շատերին, բայց կան մարդիկ, որոնք շատ քչով են բավարարվում ու
Երբ որ ես հարցնում եմ ծնողներին, ընդհանրապես չունի ընկեր, ասում է չէ, մի հոգի կա։ Կամ հենց այդ երեխային եմ հարցնում, չունես ընկերներ, ասում է չէ, մեր դասարանի աղջկա հետ եմ ընկերություն անում։ Մենք դա էլ չենք կարող անվանել, որ նա չունի։ Այսինքն կան երեխաներ, որոնք ավելի մի տեսակ ստվերում են, ունեն ուրույն իրենց հետաքրքրությունները, միգուցե իրենց այդքան չի հետաքրքրում այն մյուս երեխաների, հա, այդ ասեմ հետաքրքրությունները, իրենք իրավունք ունեն գտնել իրենցը, չէ՞ որ դա նրանց իրավունքն է։ Ու եթե այդ process-ում ինքը գոնե մի հոգու հետ հարաբերվում է, դա մենք չենք կարող ասել, որ չունի։ Իսկ բարբացակայություն է, այո։ Հետո տեսեք, շատ հետաքրքիր բա երեխաները այդ տարիքում բավականին պեդանտ են ու կարելի ասել մի քիչ են դաժան։ Մի տեսակ ստեղծելով խմբավորումներ, իրանք երբեմն շատ քչերն են, երբ որ նկատում են դասարանում ինչ որ մեկին out մնացած։ Կան ավելի արժեքներով երեխաներ, ավելի այդ հարաբերությունների մեջ ունենալով շնորհք կամ ստանալով մանկությունից այդ կարողությունը, հիշում եք մենք ասում ենք, որ 3-ից 5 տարեկանում անհրաժեշտ է երեխային խրախուսել այն պահին, երբ որ նա փորձում է մեկին օգնել։ Մենք շատ անգամ մոռանում ենք այդ երևույթի մասին օգնել ուրիշին։ Ու երեխաները, որոնք սովորում են դա անել, որ պետք է օգնել, պետք է թույլին մի քիչ առաջ բերել, խրախուսել, այդ երեխաների մոտ ստացվում է ներգրավումը այն out մնացած երեխային դեպի խումբ, դեպի ընկերական միջավայր։ Պատկերացրեք, երեխաները ունեն շփվելու կարիք, ուղղակի նրանք չեն կարող, չի ստացվում։ Այստեղ ինչն է նաև կարևոր, ցածր ինքնագնահատականը։ Որտեղից ենք մենք ստանում մեր գնահատականը, ինչի է նա լինում ցածր, ինչու ենք մենք տանջվում այդ կոմպլեքսներից, չէ՞ որ դա գալիս է մանկությունից։ Ամեն ինչ գալիս է մանկությունից, ծնողը կարող է օգնել։ Այ շատերն ասում են, ես ոնց նրան ինտեգրեմ այդ խմբերի մեջ, ես մեծահասակ եմ, ինձ թվում է ծնողը ինչ որ բան կարող է անել։ Ծնողը ամեն ինչը պետք է սա գիտենա, որպեսզի կարողանա օգնել, որովհետև բավականին մեծ տոկոսը գալիս է ծնողի միգուցե մի քիչ կոպիտ հնչի այդ բաց թողումներից, որովհետև ինչ է նշանակում հարաբերություն, առաջի հարաբերությունը, երբ է մայր-երեխա հարաբերությունն է, երբ որ մայրիկը բավականին ժամանակ չի տրամադրում երեխային, հարաբերությունը դա չի նշանակում մենակ փաթաթեցի, կերակրեցի, հիշում եք, այ մենք ասում ենք, չէ, մալակոյի մյոտ, հա, ասենք թե կատը տվել ենք, այն մեղրը չենք տվել, որը նշանակում է այդ սերը դեպի արտաքին աշխարհը, խոսքը, հա, վերաբերմունքը, այն երեխաները, որոնք ավելի, ասենք թե բավարարված են այդ մեղրով, իրանք ավելի բաց են դեպի արտաքին աշխարհ, իրենց մոտ ավելի հեշտ է ստացվում այդ հարաբերությունները, իսկ երեխան, որը չունի այդ մոդելը, քիչ է ստացել, քիչ է տեսել, ինքը բնականաբար կմտնի մի անկյուն ու կսկսի հետևել հերվից թե ինչ է կատարվում։ Ինքը միշտ դիտորդի դերում է եղել։ Լրիվ միշտ դիտորդի դերում, ու դա իրեն միգուցե կպատճառի ինչ որ բավականություն։ Քանի որ երեխաներ կան, ովքեր չեն ինտեգրվում, երեխաներ կան, ովքեր լիդերներ են եւ մեկին եւ մյուսին սպառնում են տարբեր մականունները, որոնք երեխաները շատ ծանր են տանում։ Այո։ Բայց կան երեխաներ, ովքեր հումորով են տանում, գիտեք։ Գիտեք ինչ, որովհետև մականունների այդ տեսակ կա։ Իրոք մականունը ինքը մի քիչ դժվար բան է, բայց ավելի լավ է ունենալ մականուն, այդպես տեսեք ես այդ պատրաստելուց այս նյութը ամերիկյան մի հատ հոկեբանի կողմից գրված նյութ էր, երբ որ ասում է ավելի լավ է երեխան ունենա մականուն, քան ընդհանրապես չունենա մականուն, որովհետև ինքը անտեսված է այդ դեպքում, բայց մականունները շատ տարբեր են։ Եթե մականունը մի քիչ լավ իմաստ ունի, երեխան շատ լավ դա ընդունում է, բայց պատկերացրեք, եթե դա ինչ որ արտաքինի հետ է կապված, հա, ինչ որ ասենք մինուսների հետ, երեխային դա կարող է պատճառել ցավ։ Այն էլ էս տարիքում։ Այն է էս տարիքում, որովհետև մի քիչ ավելի մեծերը միգուցե ավելի հումորով կփորձեն վերաբերել, այսինքն մեծերն էլ կվիրավորեն, բայց հումորը մեծերի պարագայում ինքնապաշտպանական զենք է։ Այո, ծիծաղում է, որ չզգան, որ վիրավորվեցի, այս տարիքային խումբը դեռ այդքանով զինված չէ։
Դե այս տարիքային խումբը ես մի քիչ առաջ ասեցի, երեխաները մի քիչ դաժան են, իրանք պետանտ են։ Իրանց այսպես ոնց որ այդ մաքսիմալիզմը, սա լավ է, սա վատ է։ Եթե այդ երկուսը շուտ խառնվում են իրար, ուրեմն ստացվում է ինչ-որ մի անարտար process։ Եթե դու լավն ես, մտնում ես խումբ, եթե դու լավը չես մտնում։ Ու այստեղ անպայման այդ իշխելու, հա, մեգա լիդերը իշխում է, ու կան շատ երեխաներ, որոնք հարմարվողականության մեջ են։ Իդեպ սա մինուսներն ունի, երբ երեխան մի տեսակ այսպես սովորում է, որ իր անձը պիտի ծաղրեն, որ ինքը պիտի լինի երկրորդ դիրքերում, այսպես դերերում, այստեղ բայց վերադառնալով մականուններին եւ ճնշումներին, որին երեխան կարող է արժանանալ, եթե ինքը որևէ խմբավորման մեջ չէ։ Եկեք պատկերացնենք, թողնենք մի կողմ դպրոց, բակ եւ այլն, վերցնենք ընտանիքը։ Երեխան գալիս է տուն, ես իդեալական տարբերակ եմ նկարագրում, երբ երեխան գալիս տանը կիսվում է։ Որտեղ սա իդեալական տարբերակ է։ Այս տարիքում իրոք իդեալական։ Այո, իդեալական տարբերակ է, եթե ինքը գալիս է իր ցավի մասին պատմում է, սա քիչ է պատահում, ու սա իդեալական տարբերակ է, շատ ավելի վատ է, երբ երեխան ոչ մեկի չունի կիսվելու։ Երեխան գալիս տուն, ասում է, որ իրեն ճնշում են, ինքն ունի այսպիսի, չգիտեմ ինչ, մի մականուն, վիրավորական, իրեն խմբերից որևէ մեկը չի ընդունում, եւ ինքը չգիտի ինչ անի։ Հիմա ծնողը քանի տարբերակ կարող է ունենալ։ Տարբերակ առաջին. գնա դու քեզ պաշտպանիր։ Բա դու չես կարող։ Տարբերակ երկրորդ. գալու եմ դպրոց, տես ինչ եմ անելու։ Տարբերակ երրորդ. նստել մտածել ինչ կարելի անել, ոնց մխիթարել կամ ոնց պայքարի մեթոդ ցույց տալ։ Ոնց օգնել։ Կան էլի տարբերակներ, թե ես ավելի շատ կան կառնեմ ձեր ասած երրորդ տարբերակին, ինչի համար, ինչով օգնել, ինչ անել, պրոստը մխիթարել կամ նստել ու տանջվել, երկուսս նստենք ու տանջվենք, դա օգուտ չկա։ Վայ, ես ինչ ահավոր ես, ինչ մեղք ես դու։ Տեսեք, փառքասու հիմիկվա պայմաններում, տեսեք, մեր միջավայրում կան մասնագետներ, որոնք կարող են օգնել այդ խնդրը լուծելու համար։ Այսինքն, իսկ ինչի չդիմել հոգեբանի։ Ինչի չդիմել, որովհետև ծնողը տեսնում է, որ երեխան տառապում է, եկել է ասել է մամա ջան, ինձ դժվար է, ես չեմ կարող։ Ես էլ չեմ գնա դպրոց։ Ես էլ չեմ գնա դպրոց։ Ու հավատացեք, գալիս են, որովհետև կա այդ մշակույթը արդեն դիմել հոգեբանի, մասնագետի։ Ու պատկերացրեք, դրական արդյունքներ կան։ Այսինքն հոգեբանը օգնում է երեխային ավելի ուժեղ լինել, իսկ ինչպես է ազդում են մյուս երեխաների վրա։ Տեսեք, հոգեբանը օգնում է հասկանալ ծնողին եւ երեխային։ Ոչ մի անգամ, երբ որ աշխատում ես միայն երեխայի հետ, դա չի տալիս այն արդյունքները, երբ աշխատում ես եւ ծնողի եւ երեխայի հետ։ Այսինքն, այն բաց թողումները, այդպես ասենք, չասենք սխալները, ճիշտ ու սխալ չկա, այն բաց թողումները, վրիբումները, որովհետև մենք իդեալական ու ստերիլ չենք, մենք իրավունք ունենք սխալ անել եւ սովորել։ Այսօր մենք էլի ասեցինք, չէ, եթե երեխային միշտ ասում ենք սխալ ես, դա ելք չէ։ Ծնողին է, որ ասենք սխալ ես, չէ։ Երբ որ ընդունում ես միասին, երբ որ աշխատում ես երկուսի հետ, դու տեսնում ես դրական շարժ։ Այսինքն, որտեղ է այն պրոբելը, որտեղ է այն բաց թողումը։ Այ գտնում ենք դա, կա հետևանք, մենք գտնում ենք պատճառը։ Իդեպ ես կարծում եմ շատ այսպես ծնողներ էլ գիտեն, հոգեբաններն առհասարակ հաստատ գիտեն, որ ես գիտեմ, նրանք էլ գիտեն, որ այս դասը երեխաների ամենավտանգվածն է, միշտ ճնշված ու անտեսված, որտեղ ասում են նրանք երկու ելք ունեն, կամ հետագայում կդառնան սադիստական այսպես հակումներ ունեցող հիվանդ այսպես հոգեբանությամբ մարդիկ առանձնակի դաժան, կամ բացարձակ կոտրված մարդիկ, ովքեր երբեք չեն կարողանա ինտեգրվել հասարակությանը։ Հա, դուք այստեղ խոսեցիք արդեն բռնության մասին։ Այսինքն այս մարդը ամբողջ կյանքում կմտածի, այ մի օր իմ փողոցով էլ կանցնի էս, հա։ Շքերտը, ես ձեզ ցույց կտամ։ И на моей улице будет праздник։ Ես ձեզ ցույց կտամ, կամ ընդհակառակը կկոտրվեն վերջնականապես եւ ամբողջ կյանքում այդպես էլ չեն կարողանա ոտքի կանգնել։ Այսինքն ծնողը պիտի իմանա, որ ինչ որ բան պիտի անի, թույլ չտա, որ ու ամեն ինչ երեխայի ուսին չգցի։ Գնա դու քեզ պաշտպանիր, ոնց ուզում ես։ Քեզ խփում են, դու խփիր։ Քեզ վիրավորում են, դու վիրավորիր, չէ՞, մեզանում ընդունված է։ Դե գիտեք ինչ, օկը զաոկը զուբ զազուվ, հա։ Այդպես տղաների չէ, դեպքում ասում են, բա գնա դու էլ խփիր, որ հարգեն։ Դու էլ մականուն դիր, որ քեզ էլ հարգեն, այ երեխան էլ չի կարող։ Պատկերացրեք, դուք նշեցիք անտեսված, հա, անտեսումը դա հասակակիցների, այո, կողմից։ Դա բռնության տեսակ է, երբ որ երեխան թե հասակակիցների, թե ծնողների, հա, ինքը բռնություն է։ Եվ ինչ է ստացվում, այդ замкнутый круг, երբ որ
բռնարարը, հա, ինքը փաստորեն կամ կկատարի նմանատիպ բռնություն կամ ավելի դաժան ձևով, կամ ինքը միշտ կդառնա զոհ, որ եկեք եւ Քավության նախազ, այո, ինքը։ Այսինքն այդ ինքնուրույնությունը, կարողությունը երեխային փոխանցել այդ ստեղծագործական պահը, որովհետեւ երեխան կարող է լինել այդ նախաձեռնող լինելը շատ կարևոր է, որովհետեւ այն երեխաները, որոնք միշտ կարծես ստվերում են եւ հարմարվում են այդ կոնֆորմիզմը, դա էլ է շատ վտանգավոր։ Խմբում, դասարաններում կան երեխաներ, որ լիժ բհադ է միևնույն է, ու իրանք սպասում են, որ իրենց մեկը կհուշի անպայման, կամ դա մեծահասակը կհուշի, կամ ընկերը կհուշի, խմբում ինքը կանի ամեն ինչ, որպեսզի դուր գա, այսինքն մարդ, որը չունի իր կարծիքը, պատկերացնում եք, այսինքն ինչ որտեղ մարիոնետ կա, ու ինչքան հեշտ է այդ անձնավորությունը ղեկավարել, առաջնորդել, գնա էս արա, գնա այն արա, հա, ու չկա այն կարողությունը ասել ոչ, չեմ անի։ Այսինքն այն ըմբոստությունը, հենց այն գաղափարը, որ մենք կամաց մոտենում ենք դեռահասությանը, որ երեխայի մոտ արթնանում է այդ պահը, որ հակառակվում է մեծահասակին։ Եվ դա էլ երբեմն շատ բնական է, հա, մեզանում դա միշտ մերժվում է, միշտ։ Եթե մեծ ես, ուրեմն միշտ ճիշտ ես, եթե փոքր ես, ուրեմն միշտ սխալ ես։ Հա, որովհետև մեծը իր տարիքից դուրս գալով, իր ուժից դուրս գալով, ինքը կառավարում է երեխային։ Ու դա ամենահեշտ ձևն է, որովհետև պատկերացրեք համագործակցել երեխայի հետ, դա չափազանց դժվար process է։ Ավելի լավ է մի հատ ասել ոչ, գոռալ, պրոբլեմներից, այո։ Երեխան ասում է գնում եմ, ասենք թե ճամբար, հա, կամ ուզում եմ գնալ էքսկուրսիա, չես գնա։ Ինչի՞ չի գնա։ Որովհետև ասում են, չէ, որովհետև, ահա։ Տանը նստած ծնողը հանգիստ կլինի, երեխան կողքին է, բայց եթե ինքը հեռվում է, աման ինչ կլինի կամ եւ այլն, բայց դրանով մենք խոչընդոտում ենք երեխայի այդ զարգացումը։ Մենք թույլ չենք տալիս, որպեսզի ինքը մտնի միջավայր եւ ստանա այն հնարավորությունը հարաբերվել իր հասակագիցների եւ մեծահասակների հետ։ Այս տարիքում արդեն ի հայտ գալիս են սպիտակագրավներ երեխաների մեջ, որոնք շատ վառ արդեն կերպարներ են եւ ակնհայտ տարբերվում են եւ ինչպեսի ճակատագրի են նրանք արժանանում։ Դուք շատ լավ գիտեք, որ սպիտակագրավների ճակատագիրը բավականին բարդ է։ Բոլոր տարիքներում։ Այո, բոլոր տարիքներում մարդը, որը նման չի ուրիշներին եւ չի ուզում, չի կարող նմանվել, ինքը միշտ ավելի քարկոծված է, քննադատության մեջ է, միգուցե եւ այդ ամեն ինչը գալիս է նախանձից։ Երբ որ մենք քննադատում ենք, մեզ նման չես, ուրեմն մեզանից վատն ես։ Ահա, բայց իրականում շատ խորկային, իսկ ինչի ես չեմ կարող ինձ թույլ տալ այդ վարկը։ Ախր ես եք ուզենայի։ Դա արդեն ենթագիտակցությունն է, դա մենք չենք գիտակցում։ Ինչանի ծնող է, եթե իր երեխան այդպեսին ընդհանուր ստանդարտների մեջ չի տեղավորվում։ Ուրախանալ, տխրել, ամեն կերպ փորձել երեխային բոլորի նման դարձնել, ես գիտեմ, շատ անգամ ասում են, լավ, դե չէիր կարող բոլորի նման լինեիր։ Բայց միթե մարդուն դարձնում են բոլորի նման։ Այո, երբ որ կա ոչ բոլորի նման, ինքը արդեն դժվարություն է։ Դժվարությունը ընդունելն է դժվար։ Ոնց ես ապրելու այսպես, ոչ մեկի նման չես, դա ճիշտ մոտեցում է։ Թե ինչ լավ է, որ դու այսքան վառ անհատականություն ես անում։ Պատկերացրեք, դա խոսում է մի քիչ անզորության մասին, որովհետև ես կուզենայի, որպեսզի իմ երեխան լիներ ուրիշների նման, որովհետև դա ինձ է հեշտ։ Եթե իմ երեխան ուրիշների նման չի, ինքը մի քիչ տարբերվում է։ Ես խնդիրներ ունենամ, ու խնդիրները ես ինքս եմ լուծելու։ Բայց պատկերացրեք, այս սպիտակագրավների հետ եւ դժվար է ապրել, եւ հեշտ է ապրել։ Բա որքան հաճելի է։ Այս ասպեկտը չենք ընդունում, որքան հաճելի է ապրել այնպիսի մարդկանց կողքին, ովքեր վառ անհատականություն են։ Ես միշտ չեմ հասկացել ինչի կոտրել բոլորին դարձնել միևնույն արծես գործանում թողարկված։ Տեսեք, դուք այդպես եք ասում, բայց մարդկանց համար հանգիստ ապրելը ավելի կարևոր է։ Այդ տիպի մոտեցում դա նշանակում է, որ ես անընդհատ ոնց որ փորձությունների եմ ինձ ենթարկում, եթե իմ ընկերուին սպիտակագրավ է։ Որովհետև սպիտակագրավները անկանխատեսելի են նաև, իրանք հետաքրքիր են, իրենցից դու շատ բան ես սովորում, բայց քանի որ նման չեն ուրիշներին, իրենց վարկով իրանք կարող են անընդհատ դա ապացուցել։
ինչքանով ես դու պատրաստ այդ ամեն ինչը տանելու, չէ՞, միգուցե միտեղ դու էլ քսայտակ ես ու կհասկանաս, որ հոգնել ես աշտեն։ Դրա համար սպիտակակրավների մոտ այդպես քիչ մարդիկ են լինում։ Շատ քչերն են։ Իրենք մենակ են, այո։ Իրենք մենակ են։ Ածինոչքի դա ապացուցված է, բայց ասում են, որ պատմության անիվն էլ միշտ իրենք են Իրենք շրջում։ են, հա, որովհետև իրենք ստեղծագործող են։ Իրենք նախաձեռնող են։ Իրենց միտքը ստանդարտ միտք չի։ Եվ ես շատ կարճ կուզենայի նաև այն հանգամանքի վրա անդրադառնալ, որ այս տարիքում երեխաները երևի ոչ թե առաջին անգամ, բայց ավելի լրջորեն հասկանում են, որ տղան տղա է, աղջիկն աղջիկ է։ Մոտավորապես 11, 12, երբ որ սկսվում է։ Նոր սկսում են տարբերակել, մինչ այդ նրանք բոլորովին ոչ մի կերպ չեն վերաբերում հակառակ սեռին։ Միասին ընկերություն են անում, միասին նստում են, հետո սկսում են ես աղջիկա կողք չեմ նստի, ես աղջիկա գույներ չեմ սիրում, կամ ես հո տղա չեմ, ես տաբատը կրեմ եւ այլն։ Այս տարիքում է չէ՞ սկսվում մոտավորապես։ Գիտեք ինչպես տեսեք, հələ դեռ խմբերը, այսպես մաքուր տղա, այդ խմբերն են, տղաները եւ աղջիկները, խառը խմբեր շատ քիչ են հանդիպում։ Այս տարիքում չկան համարյա, ճիշտ է։ Համարյա չկա։ Մի քիչ աշտեն 12-ից բարձր, մենք տեսնում ենք աշտեն այդ հետաքրքրությունը, որը պայմանավորված է հենց իսկ տարիքով։ Հիշում եք, մենք ասեցինք, եթե 4-ից 6 տարեկան երեխաները կամ 3-ից 5 տարեկանները ասում են, թե տղա երեխան ասում է, մամա ջան, ես քո հետ կամուսնանամ, հա, այս տարիքում իրանք տեսնում են իրենց հասակակից աղջիկներին, բայց դեռ այդ սիրահարվածությունը այդքան արտահայտված չէ, ինչպես Չնայած արդեն պատահում է։ Արդեն պատահ, հա, սկսվում է կամա։ Բայց դեռ գալիս տանը հայտարարում են։ Դեռ այդ միամտությունը կա, չէ։ Դեռ այդ կա։ Ծնողները մի լավ ուրախանում են։ Կամ ուրախանում են, կամ Նախատում են, հա, այդպես էլ է սասը։ Էդ էլ կա, այ հենց էդ է, որ ծնողը, այ երեխայի այդ հայտնաբերությունները, հայտնագործությունները, իրենց հետաքրքրությունները դրսում շատ կարող է ոչ adekvat։ Գիտեք, այ մենք ծաղրում ենք երեխային, հետո երբ ինքը մեծանում է դեռահաս եւ հետո զարմանում ենք, թե ինչի մեզ ոչինչ չի ասում։ Անպայման, եթե մենք օգտագործում ենք իր տված ինֆորմացիան իր դեմ, այսինքն ոնց որ ասում են, թե երես ենք տալիս, երեխան փակվում է, ինքը չի պատվի։ Պատկերացնում եք ինչքան պետք է զգուշ լինի ծնողը, որպեսզի ինքը զգա այդ նյուանսը, որ չի կարելի է շեմ անցնել։ Երեխան գալիս ասում է, ես սիրահարվել եմ մեր դասարանից, ինչ աղջկան ու ծնողները սկսում են։ Ինչ տարիքն է։ Ինչ սիրահարվել ես, ինչ խայտարակություն, մի օրագիրդ բաց տեսնեմ ինչ ես ասել, հետո սիրահարվի։ Всё, դասը սովորի։ Ես քեզ սիրահարվել ցույց կտամ։ Միշտ երեխան չի հասկանում, թե դա ինչ է, բայց ինքը հասկանում է, որ դա վատ է, ու ավելի վատ բան է հասկանում, որ տանը էլի երբեք որևէ մեկին ոչինչ չեմ ասի։ Կամ այսպես, դա լավ բան է ինչ որ, բայց քանի որ ինձ չհասկացան ու չընդունին, ես էլ չեմ։ Ես էլ ձեզ չեմ ասի։ Ոնց որ թե ինձ դուր եկավ այդ process-ը, որ դասարանից աղջիկը ինձ դուր է գալիս, բայց ես էլ չեմ։ Տեսնես ինչի էսքան նյարդայնացա։ Ինչի էսպես իրանք ընդունեցին փողոքը։ Ու տեսեք մեր այս խոսակցությունը, հա, ոնց որ թե գնում է դեպի այնտեղ, որ կամած մոդենում ենք դեպի սրված տարիք։ Սրված տարիք։ Մինչդեռ անոնցն արդեն սրված էր։ Այո, հետաքրքիր տարիքը, չափազանց, հետազոտությունները շատ են այս դեռահասության տարիքի մասին, մասնագետները անչափ շատ են այս տարիքը ուսումնասիրել, որովհետև ինքը ճգնաժամային տարիք է եւ կարեւոր է մարդու ընդհանրապես անձի զարգացման համար։ Մենք ես ձեզ շնորհակալ եմ։ Ձեզ հետ շատ արագ է ժամանակն ընթանում։ Մենք արդեն բավականաչափ մեծացել ենք եւ հաջորդ թողարկման ժամանակ արդեն դեռահաս ենք լինելու մեր բոլոր բարդույթներով ու բարդություններով։ Այո, շատ ճիշտ է, բարդույթներով եւ բարդություններով։ Եկեք շնորհակալություն ասենք բոլոր այն ունկնդիրներին, ովքեր լսեցին, անկախ նրանից արդեն ծնողներ են, թե դեռ ծնողներ չեն, նախ ցանկանանք, որ ծնող լինեն բոլորը, որտեղ դա կյանքում ամենամեծ երջանկությունն է, ինչի հետ որևէ այլ հաճույք համեմատվել չի կարող։ Միանշանակ։ Այո, իրենց բոլոր այսպես դժվարություններով եւ իհարկե, եթե ինչ-որ բանի պատասխան ձեզ չգոհացրեց, մենք դա էլ ենք հաշվի առնում, որտեղ չկա մի բան, ինչի մասին մենք 100% կարող ենք գիտելիք եւ պատասխանենք։ Շնորհակալ եմ ձեզ։ Հաջողություն։ Հանդիպենք այս ֆորմատում հաջորդ 3 շաբթի։